Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, վերջին 7 օրերին մեր երկիրը գտնվում է հարավ-արևմուտքից Իրաքի շրջաններից ներթափանցող արևադարձային տակոթային հոսանքների ազդեցության գոտում, որոնք հատկապես շատ ակտիվ էին հոկտեմբերի 8-ին եւ 9-ին, ինչի արդյունքում հոկտեմբերի 8-ը եւ 9-ը դարձավ ամենատակը մեր ողջ օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում։ Հատկապես շատ բարձր ջերմաստիճաններ գրանցվեցին Սյունիքի հովիտներում, Մեղրի հատվածում օդի ջերմաստիճանը հասավ մինչև 34 աստիճանի, Արարատյան դաշտում նրա նախալեռնային գոտիներում, Վայոց ձորի նախալեռներում գրանցվեց մինչև 32-ից 33 աստիճան տաքություն, լեռնային մարզերում մինչև 25-ից 26 աստիճան տաքություն։ Օդի օրական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում վերջին 2 օրերին կլիմական նորմայից բարձր է 5-ից 8 աստիճանով։ Բայց ինչպես ասում են, ամեն բան չափի մեջ է հաճելի, վաղվանից սկսած հոկտեմբերի 10-ից մեր երկրում մթնոլորտի շրջանառությունը կփոխվի, հարավային տակոթային հոսանքները կփոխարինվեն Սևծովի կողմից եկող համեմատաբարձր օդային հոսանքներով, որոնց ներխուժման արդյունքում հոկտեմբերի 10-ից 12 ընկած ժամանակահատվածում այսօրվա համեմատ հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 7-ից 10 աստիճանով։ Առաջիկա 5 օրերին լուրջ անձրևներ չունենք, հանրապետության առանձին շրջաններում կարճատև անձրևներ կլինեն այսօր գիշերը եւ հոկտեմբերի 12-ի հետկեսօրյա ժամերին։ Այսպիսին է շրջակա միջավայրի նախարարության հայ հիդրոմետ կենտրոնի կանխատեսումները, լավ մնացեք։